Ես ինչն է հետաքրքիր, դու ոնց ես մտել կրիպտո աշխարհ։ Այս Եվրոպա ու Եվրոպայում շատ ասում, Եվրոպա Ազիայի տարածքում ինչքան կրիպտո պրոյեկտ կա, գալու օֆիսը ստեա բացելու։ Ես հենց մի կարող մի 10 հոգու անուն ասեմ, որ դարել են, ասենք տաքսիստա դարել է միլիոնատեր եւ այլն եւ այլն։ Որտեղից առաջացել այդ պահանջը բլոկչեյնի։ Տեխնոլոգիչեսկի առումով ինքը պրարիվ է։ Այսինքն այն գումարը, որ աշխատում ես, դնում է, որ լնում է 200%, 300%, 800% դաժե։ Մենք այս բան խոսում ենք, այնտեղ մեկը զասկամիլս է, էլի։ Փողերը գողացան ինչ-որ մեկի։ Պաբլո Էսկոբարի փողերը կրիպտոյով չէին փոխանցում։ Այն օրենքները, որ մենք հիմա մեր պետությունը ուզում են ավելացնի, կիրառի եւ այլն, այդ ես համարում եմ մաքսիմալ դիլետանտ մոտեցում կրիպտովալյուտաների հանդեպ։ Ողջույն բոլորին, Ռաֆայել Տոբելյանն է մեր այսօրվա հյուրը։ Ռաֆ ջան, շնորհակալություն շատ, որ եկել ես ժամանակ ես հատկացրել։ Շատ բազմաժանր զրույց է մեզ այսօր սպասում, որովհետև Ռաֆայելի հետաքրքրությունները շատ լայն են։ Ես կուզենայի կարդալ քո բոլոր տայտլները. Founder at D-Neuron, co-founder at Meta Networks, co-founder at Amazing Labs, founder at Turn AM, entrepreneur, principal software, blockchain engineer եւ crypto expert։ Ռաֆ ջան, որտեղից քեզ այսքան էներգիա եւ մոտիվացիա Նախ զբաղվել այսքան պրոյեկտներով։ Շնորհակալ եմ Արմեն ջան, որ հրավիրել ես այս ոդկասթին, մեծ սիրով մասնակցում եմ։ Էներգիա դժվար է հավաքելը, բայց երբ որ delegation-ը ճիշտ է կատարվում, ամեն ինչ ավելի հեշտանում է, այնպես չի որ շատ ժամանակ ունեմ, բայց դեռ հասցնում եմ։ Շատ լավ, նայ դու արդեն մոտավորապես 16 տարի ծրագրավորման մեջ ես, այդ ոլորտում ես ու ես կուզենայի իմանալ ոնց է փոխվել ոլորտը այդ տարիների ընթացքում, ոնց ես դու մտել այդ ոլորտ, ոնց էր քո մեկնարկը ու գիտես ինչն է հետաքրքիր, եթե դու հիմա ունենայիր քո այն ստարտովի կապիտալը, որը դու ունեցել ես 16 տարի առաջ, արդյոք դա կհերիքեր հիմա մտնել IT։ Հասկանալի է հարցը։ Սկիզբը եղել է 2000-ականների սկզբին, ես միշտ շատ մեծ սեր եմ ունեցել կոմպյուտերների, տեխնոլոգիաների, դա այն ժամանակ կոմպյուտերները այտենց IBM ստապակ համակարգիչներ էին, սիրում էի շատ տարբեր բաներ անել, ասենք չգիտեմ, սարքել, եթե փչացել է կամ չգիտեմ Windows install անել, այդ ոնց որ կլասիկան է, դա դուրս շատ էր գալիս։ Մինչև մի օր որոշեցի, որ ծրագրավորումն էլ է արդեն հետաքրքիր, տենց անցա գրքեր կարդալուն եւ ուսումնասիրելուն։ Ինչ խոսք, այն հարցին թե հիմա եթե նույն ստարտափի կապիտալով մտնեի ավելի հեշտ կլներ թե դժվար, ինքը շատ լավ հարց է, անկեղծ շատ ճիշտ հարց է, որովհետև այդ կախված է ավելի շատ մարդու ուղիղ աշխատանքից եւ ընկալելու արագությունից, հա։ Հիմա իմ դեպքը չեմ կարող ասեմ ինչ արագությամբ ես կկարանայի մտնեի այս ոլորտ, բայց այն ժամանակ, որ ես մտնում էի, բավականին արագ ստացվեց իմ մոտ, որովհետև այսքան լայնամասշտաբ չէր ամեն ինչը։ Հիմա տեխնոլոգիաները այնքան են զարգացել, այնքան դետալներ կան, այնքան ասպեկտներ կան, որ այդ սաղ սովորելը, հիշելը, կիրառելը բավականին դժվար է։ Ստացվում է միանշանակ պատասխան երևի ավելի հեշտ էր այն ժամանակ մտնելը, քան այս ժամանակ, հա, որովհետև հիմա մտնում ես ու մեծ տոննայով ինֆորմացիա ես ստանում, պետք է այդքանը հասկանաս ու կիրառես, այդ դժվար է։ Իմ վաղտով կարելի է ասել անապատ էր, իմ օրոք զարգացել են տեխնոլոգիաները, որը որ հնարավորություն է տվել ավելի հեշտ ինտեգրվել, հա, այսինքն դե չգիտեմ, եթե հաշվի առնենք ես արդեն ծրագրավորում եմ, օրինակ ծրագրավորող եմ web development-ի մեջ, ասենք եկավ Node.js-ը։ Հիմա Node.js-ը արդեն շատ խորը մեծ framework է, որը որ ինչ ասես ունի, բայց ինքը իմ օրոք է եկել, իմ համար հեշտ էր, որովհետև դեմից եկավ տես թեթև մի բան, հետո ինքը մեծացավ, ավելի ծավալուն դարձավ։ Նույն ինքը այնտեղ Kubernetes-ներ, Docker-ներ, ամեն ինչը ոնց որ եկել է как бы իմ օրոք ու իմ համար հեշտ է եղել տենց չանկերով, այսինքն կտորներով ինֆորմացիան սովորելը եւ ընկալելը։
Նայ, հիմա ես կուզենայի այսօրվա մեր կենտրոնական ոնց որ թեման լինի կրիպտո, որովհետև շատ պոպուլյար է դառել համ ժողովրդի մեջ, համ ընդհանրապես ամենտեղ։ Հիմա երկու ոնց որ key point կա աշխարհում, IT կրիպտոն եւ AI-ը։ Մենք այսօր կխոսենք շատ կրիպտոից, ես կուզենայի իմանալ դու ինչ ռիսկեր ես տենում, որ ինքը դառել է այսքան պոպուլյար ու ինչ պլյուսներ ես տեսնում, որտեվ հիմա անկեղծ ասած ես այն օրը մտել եմ խանութ ու խանութի աշխատողը ասելով որ ինքը շուտով կհարստանա, բերանում այդ խամյակին, ինձ դա զարմացրեց, որտեվ ես համոզված եմ, որ այդ մարդը տեխնոլոգիաների հետ ընդհանրապես կապ չունի, բայց մեկը ինքը փորձում էր հարստանալ դրա միջոցով։ Էլի շատ հետաքրքիր հարց է ու ասեմ որ շատ մեծ խնդիր է դա մարդիկ մեծամասնությունը կրիպտո աշխարհում էրուդիրованный չեն բավականաչափ այսինքն տեղեկատվությունը ցածր մակարդակի վրա հիմնականում շեշտը դնում են ուրիշին հավատալու վրա մեկը եկավ ասեց Արմեն ջան նայ հեսա sense բան է կնոպկեն սխմես միլիոնատեր ես դառնում всё բումը գնաց հա այսինքն մարքեթինգի զոհ են դառնում նույն հիմա եթե հենց այս վիդեոյի անունը YouTube-ում դրվի hamster combat-ի cash out, ես վստահ եմ միլիոնավոր view-եր է հավաքելու, որովհետև մարդկանց այդ հարցերն է հետաքրքրում ու նման էքսպերիմենտ ես արել եմ ու այդ էքսպերիմենտը ապացուցել է, որ մարդիկ ոնց որ Все-таки հավատում են, հա։ Կարծում եմ խնդիրը հիմնականում գալիս է նրանից, որ շատ մարդիկ բավականաչափ զբաղվածություն չունեն ու չեն ուզում ինչ-որ բաներ սովորեն, այդ հիմա երևի լիքը մարդկանց կվրդովացնի, որովհետև նենց շատ չոր բան եմ ասում։ Բայց եթե մարդը կարա իր կյանքից մեջ ժամանակ դնի ու այդ տապլ կեկի մեջ հակնոպկա սխմի, մարդը ես գնահատում եմ որպես պարապ մարդ, որովհետև ժամանակ ամենաթանկը ժամանակն է։ Ինչ ես անում քո ժամանակի ընթացքում, հա լավ, եթե լրիվ պարապ մարդ ես, նստի կտցրու վերջում ստացի մի $30, բայց հələ մի հատ վերջում նայի, տես այդքան ժամանակդ կարելի էր օգտագործել ինչ-որ մասնագիտություն սովորելու կամ ինչ-որ մի բան ձեռք բերելու համար, в итоге դու էդի ծախսել ես $30 ստանալու համար, որովհետև նայեցի լիվի այնտեղ կա, ասենք, տոն բլոկչեյն, որը որ տոնի բան տապլկեն բաց են թողել, ասենք, չգիտեմ, խաղերը բաց են թողել, համստերը գոնե բաց չթողեն վիճակն է։ Սա խնդիրը գալիս է կրիպտոների եւ բլոկչեյնի տեխնոլոգիան չհասկանալու պատճառով, որովհետեւ տեխնոլոգիաները բավականին բարդ են։ Այդ ինչքան է կարելի է հեշտ տվալ, մարդիկ լսում են պատմություններ, որ վայ մեկը առավ էս իշ կրիպտոն, ռեսկի դարձավ միլիոնատեր, լինում է, բան չունեմ ասելու, նման դեպքեր շատ հաճախ է լինում, բայց եթե իրան նայում ես արդեն ավելի հեռու կադրից, այսինքն ավելի խորն ես, հեռու ես գնում, որ նայես ընդհանուրին, այսինքն միլիոնից 10-ի մոտ հաջողվում է, այսքան որ շուկան դեռ փոքր է կրիպտո, այդ նորությունները արագ է տարածվում, հա, ես հենց մի կարող մի 10 հոգու անուն ասեմ, որ դառել են, ասենք տաքսիստա դառել է միլիոնատեր եւ այլն։ Ես ունեմ, չէ, դա Հայաստանում չէ, դա Ամերիկայում, բայց ես ունեմ իմ շրջապատում ընկերներ, ում անունները չեմ տա, իրանք ռեստորանի մենեջերից դարձել է մուլտիմիլիոներ, այդ մարդը էլի կրիպտոներով։ Ինքը շատ շուտ է մտել, ասենք 2015-16 թվականներին կրիպտո շուկա մտել։ Ինքը իր ապրեդիլյոն ռիսկ ունեցել է, ինքը իր գումարը ծախսել է, ինքը դրա հաշվին դարձել է ոնց որ միլիոնատեր, իր ռիսկի պատասխանն է, բայց այն դեպքն այն, որ Instagram-ում մեմերն են տարածվում, որ տղաներին հարցնում են, եթե կարողանայր ժամանակի մեջ հետ գնայր, ինչ էր անելու, բոլորը պատասխանում են Bitcoin-ն է արնելու 15 դոլար։ Հա, լրիվ է ստացվում։ Դա մարդիկ ռիսկի են գնացել։ Այսինքն հիմա ես ունեմ իմ շրջապատում մարդիկ, ովքեր որ նախանցած տարի մայներ են առել, որ միլիոնատեր դառնան, ես իրանց ասել եմ, ինձ հարցել են, ասել եմ մայներ մի առեք, որովհետև մայնինգը բրցնելու է Ethereum-ի, այդ ապարատուրան մնալու է ձեր վրա ու դրա փոխարեն եթե ուզում եք այդ կրիպտոյի մեջ ոնց որ ինվեստ անեք, ոչ թե այդ ապարատուրան առեք, այլ հենց Ethereum առեք թող մնա այդ Ethereum-ը, այդ Ethereum-ը գոնե կընկնի, կհելնի, իտոքում կհասնի իր տեղին, հələ մի բան է կանցնի, հա, այդ ֆինանսական խորհուրդ չի, если что։
Այսինքն դու կարծում ես արդեն մայնինգի ժամանակն էլ անցել։ Մայնինգը բրծավ, դե անցած տարվանից մայնինգը էլ չկա։ Մայնինգը կա, հիմի այս պահին կա, բայց Ethereum-ի մայնինգը ավարտվել է։ Հիմա անում են մի քանի Monero-բան, տես մի քանի chain-եր կան, հստակ անունները չեմ էլ հիշում, սկի անում են մայնինգ, բայց կոպեկներ է բերում, ինքը efficiency էլ չունի։ Մեկը Bitcoin-ի մայնինգն է դե մնում, բայց Bitcoin-ի մայնինգի մեջ որպեսզի դու profit-ով դուրս գաս, նա Հայաստանում profit-ով դուրս չես գա, այստեղ լույսը թանկ է, երկրորդ հերթին քեզ ապարատուրան, ասենք մի հատ տան կոմպյուտերով այդ հարցը դու չես լուծի, էլի, որ ինչ-որ մեծ profit ունենաս, կոպեկներ կաշխատես միանշանակ։ Ինչից էր այդ խնդիրը։ Ես մարդիկ գիտեմ, որ 27-50,000 $, փող են դրել, մայներ են առել, կես տարի մայն են առել, բլոկչեյն բանը, մայնինգը բրծել է, որովհետև այդ մարդիկ չեն հասկանում ոնց է մայնինգը ավարտվելու։ Հիմա մարդիկ կան, որ այն հույսով են, որ այդ մայնինգը հետ է սկսվելու։ Չի սկսվի այդ մայնինգը, որովհետև կարամ տեխնիկական մի քանի բանի մեջ խորանամ։ Ահա, տեխնիկական բանի մեջ կարաս խորանաս, բայց նենց որ հասկանալի լինի բոլորը։ Հա, հենց տենց էլ կանեմ, ուրեմն մայնինգի, հենց մայնինգի սիստեմա համակարգի մասին եմ ուզում մի քիչ պատմեմ, որ մարդիկ ավելի լավ պատկերացնեն, թե ինչ կատարվա, որ օրինակ Ethereum վերսիա 2-ի հետ, ինչի բրծավ մայնինգը կամ ինչա իրանից ներկայացնում մայնինգը ու ինչի Bitcoin-ի մայնինգը դեռ կա։ Ուրեմն հիմնական երկու մեխանիզմ կա բլոկչեյնում, բլոկչեյնից եկեք սկսենք երևի։ Բլոկչեյնը իրանից ինչ է ներկայացնում, ինչ որ բլոկներ են, որոնք որ ունեն իրանց մեջ ինֆորմացիա ու յուրաքանչյուր բլոկը բացի գենեզիս առաջին բլոկից պարունակում է հեշավորված հատուկ կոդ, ասենց մարդկային լեզվով ասեմ, կոդ, որը որ նախորդ բլոկի կոդն է, այսինքն գալիս է բլոկը, ունենում է իր սեփական կոդը, բայց մեջ ունի նախորդ բլոկի կոդը։ Իսկ կարամ մի step back կարանք անենք, որովհետև ես որպես սովորական user-ը, որը չի խորացել երբեք կրիպտոյի մեջ, ես չեմ հասկանում որտեղից է առաջացել այդ պահանջը բլոկչեյնի։ Մենք ապրում ենք միշտ առանց բլոկչեյնի ու ինչից վդրուկ սկսեցինք մտածել, որ բլոկչեյնը մեզ պետք է որպես տեխնոլոգիա։ Ուրեմն առաջին դա 2000 կարծեմ 8 թվին Սատոշի Նակամոտո կեղծանունով մի հատ մարդ սարքում է բլոկչեյն հասկացողությունը որպես տեխնոլոգիա ու ալտերնատիվա փողին մեր ներկայիս փողին ալտերնատիվա բնականաբար ոչ մեկ դրան չի հավատում դեմից ոչ մեկ դրան բանի տեղ չի դնում տեխնոլոգիչեսկի առումով ինքը պրարիվ է Եթե դու տեխնոլոգիաների մեջ մարդ ես, դու բլոկչեյնի, տես Bitcoin-ի կոդը տեսնելով կարող ես հասկանալ, որ այդ կոդի վրա նախ շատ մեծ ժամանակ է ծախսած, շատ գերազանց մաթեմատիկական գիտելիքներ է ներդրած, այսինքն այդ էներգիա, մեծ էներգիա է ծախսվել այդ ոնց որ պրոյեկտը GitHub-ում ստանալու համար, GitHub-ում այդ պրոյեկտը կար դրած էլի, բաց դոստոպի տակ, hashing ալգորիթմներով եւ մնացած իր ոնց որ պարամետրներով այդ ամենասկզբի հատվածում երբ որ Bitcoin-ը սկսվավ ոչ մեկը նախ լուրջ չէր ընդունում ոչ մեկ չէր մտածում որ ինքը կարա ինչ-որ ալտերնատիվա լինի ինչ-որ մի բանի որովհետեւ լիքը հարցեր կար որ մարդիկ պրոստը պատասխանը չէին հասկանում ու դրա համար այդ Bitcoin-ը սկզբից բաժանում էին ձրի այսինքն օրինակ կապչաներ էր լուծում, կապչաները լուծելու դիմաց ծրի ստանում էր նվեր Bitcoin, ասենք 2, 5 եւ այլն եւ այլն։ Հետո ինչ-որ մարդիկ սկսեցին հավատալ Bitcoin տեխնոլոգիային, այսինքն որպես տեխնոլոգիա իրան, որովհետեւ տեսան պոտենցիալը ինչ հրաշալի պոտենցիալ է, դրա մասին հեսա մի քիչ հետո կպատմեմ, ինչ պոտենցիալ ունի։ Այդ իդե, ասենց ոնց որ արագ մի հատ բան ասեմ, այդ արագ տրանզակցիաներն է։ Եթե դու փորձել ես փոխանցում անես Հայաստանից օրինակ Եվրոպա Swift համակարգով կամ մնացած այլ ալտերնատիվ տարբերակներով դու գիտես նախ այդ ինչքան ժամանակ է տևում, ինչքան դանիներ է պահանջում, A-կետից B-կետ ոնց որ ասում փող փոխանցելը մի 3-4 օրվա պատմություն է։ Կարող է աշխատանքային օրերի քանակությամբ լինի մի 2 օր, բայց դե Ընդհատեմ էլի քեզ, բայց մենք հիմա խոսում ենք փողային փոխանցումներից, բայց բլոկչեյնը ոնց որ սկսել են շատ օգտագործել, փորձել օգտագործել տարբեր ոլորտներում, թեկուզ բժշկական ու պահպանել ինֆորմացիան պացիենտների մասին այդ բլոկչեյնի տեսքով ու ես այդ մասը չեմ հասկանում։ Այդ կտորը եկել է մի քիչ ավելի ուշ։
Արդյոք դա ընդհանրապես արդարացված է։ Ինքը արդարացված է ու շատ լավ է արդարացված, բայց այդ կտորը եկել է ավելի ուշ։ Ինքը առաջնային տարբերակով ոնց որ նախատեսված է եղել monetary system-ի ալտերնատիվ տարբերակ, deflation համակարգ, որտեղ որ ոնց որ ֆեդերալնի ռեզերվը չի կարող ասենց անթիվան համար բան փող տպի, հա, այդ դրա համար ազատություն քո գումարի կառավարելու ազատությունն է ստանում։ Եթե սկիզբն եմ պատմում, հեսա կգամ կհասնեմ նաև այդ մնացած ինֆորմացիային, դա ավելի շատ գալիս է Վիտալիկ Բուտերինից հետո, Ethereum blockchain-ի գալիքի հետ է այդ ոնց որ օգտագործել է արդեն այլ բնագավառներում ու ինքն էլ շեդևրյալն է ուղղակի երևույթ է։ Իցեմ նիմենիե Սատոշի Նակամոտոն տենց միջև այսօր էլ չգիտեն, ոչ մեկ չգիտի ով է, թողարկում է բիտքոյնները, ասում է կա mining-ը մարդիկ պետք է մայներներ տեղադրեն, որ դեցենտրալիզացիա լինի ընդհանուր համակարգի։ Իսկ դեցենտրալիզացիան այդ նշանակում է, որ ամբողջ կոնտրոլը մեկի ձեռքը չի, այլ շատերի ձեռքն է, հա, այսինքն ամեն մարդ ինչ-որ portion ունի։ Դա կոչվում է node, ուզիլ հայերենով չեմ կարող ասեմ բառը, ցավոք սրտի կներեք ժողովուրդ ջան։ Այդ նոդերը տեղադրում են մարդիկ իրանց մոտ, այսինքն դա կոմպյուտերն է ու այն ծրագիրը, որ դու ինստալ ես անում մայնինգի համար։ Ու ինքը ավելացնում է վիճիսիցի լինի, այս հաշվողական ուժ ընդհանուր chain-ին։ Երբ որ ես օրինակ ավելացնում եմ տրանզակցիա համակարգի մեջ, այսինքն ուզում եմ տրանզակցիա կատարեմ blockchain-ում, Bitcoin-ը այս դեպքում, իմ տրանզակցիան գնում է հաստատման։ Այդ հաստատման գնալուց հետո ինչ որ մայների մոտ է հասնում, այդ սաղ մայներները ավելի ճիշտ միաժամանակ փորձում են գտնեն այն գաղտնի կոդը, այնտեղ կա գաղտնի հեշավորած կոդ։ Ու ով առաջինը գտավ, ինքը դրա համար ստանում է նախ մրցանակ reward բանի համար, որ ինքը գտավ, էդի որպես mining-ի reward եւ պլյուս մի հատ է ստանում է տրանզակցիայից ինչ որ fee, ինչ որ փուճուրիկ տոկոս։ Հետո այդ ինֆորմացիան ուղարկում եմ մնացած բոլոր մասնակից մայներներին, այսինքն եթե ես ունեմ կոմպյուտեր, դու ունես կոմպյուտեր, մի 100 հոգի ունի կոմպյուտեր, սաղի կոմպյուտերների մոտ գնում է, այդպես մայներների մոտ գնում է այդ նույն տրանզակցիան, ասում է ստուգեք, տեսեք, այս տրանզակցիան իրոք վալիդ է թե չէ, ճիշտ է հաստատվել թե չէ, hash է էսեր թե չէ, սաղը հաստատում են, ասում են դա, այսի ինքն է, վсё, այդ բլոկը գնում է, այսինքն այդ ինֆորմացիան տրանզակցիայով գնում է բլոկի մեջ, արդյունքում իմ մոտի եղած կոդի կտորը, ասենց պրաստոյի բառերով ասեմ, իմ մոտի կոդի կտորը գալիս է քո մոտ։ Ու դու ստանում ես Bitcoin քո կաշիլյոկի վրա։ Մի քիչ չգիտեմ, ստացվեց արդյոք հեշտ բացատրել այդ process-ը թե չէ, բայց պասուճի փորձեցի։ Դրանից հետո մի քիչ ավելի խորանամ հերուները, դրանից հետո եկավ Ethereum-ը։ Ethereum-ը նո արանք էլի լիքը բաներ եկան գնացին, բայց ոչ մեկը անուն չստացվա, բայց պոպուլյարներից երկրորդ տեղ գրավող այս պայդրությամբ հանդիսանում է Ethereum-ը։ Ethereum-ը բերեց իր հետ smart contract-ները։ Smart contract-ը ինքնին հանդիսանում է ոնց որ կոդ, որը որ աշխատում է ինչ որ պայմաններից ելնելով։ Այսինքն եթե նախ ասեմ թոկենները, այսինքն կար այն վաղ քոիններ, առաջացան թոկեններ։ Թոկենները դա էլի կարա կրիպտովալյուտա լինի, ինքը վալյուտա կարա իրանից ներկայացնի, բայց ինքը նատիվնի չի, այսինքն ինքը քոին չի։ Կա քոին, կա թոկեն։ Թոկենը դա smart contract է։ Smart contract-ների հայտնվելուն պես սկսվեց կրիպտո ոլորտում խաբեությունների մեծագույն քանակությունը։ Այսինքն ինչքան խաբեություն հիմի տեղի ունենում է, մեծամասնությունը smart contract-ների պատճառով, որովհետև դա ազատ կոդ է, ծրագրավորման լեզու է, այսինքն օրինակ կա Solidity, Rust, նայած որ chain-ն է, այտենց Haskell տարբեր տեսակի smart contract development ծրագրավորման լեզուներ կա, որտեղ ծրագրավորողը կարա նշի պայմաններ, ու այդ պայմաններից ելնելով կատարվի ինչ-որ այլ գործողություններ։ Նաև այդ պայմանները կարան լինեն token, այսինքն ես կարամ պայմաններ գրեմ, որը որ ստեղծում է token, նույն ինքը hamster combat token-ը, ինքը token է։ Ինքը կոդի կտոր է։ Հետևաբար, եթե դա իմ կոնտրոլի տակ է, ես կարող եմ այդ կոդը գրեմ, ես կարող եմ ինչ ուզեմ անեմ։ Այսինքն կարող եմ գնամ կնոպ ֆունկցիա գրեմ, որ ես այդ կնոպկին որպես owner, այսինքն որպես կոնտրակտի տեր, ես կոնտրակտի տեր եմ հանդիսանում, կոնտրակտի տեր, հենց այդ կնոպկին սխմում եմ, սաղ փողերը ոնց որ դուրս գա իմ հաշվին նստի, ու ես կորեմ, հա, այդ խաբեությունների մեծամասնությունը տեղա սկսե։ Բայց ինքը նաև բացի այդ խաբեության բաներից ունի շատ մեծ պլյուսներ, շատ կարևոր պլյուսներ, որ կարելի է օգտագործել, բայց ինքը ավելի շատ օգտագործելի է government level, այսինքն պետության
համար շատ կարևոր դեր է խաղում խի որովհետև դու կարաս smart contract-ի մեջ օրինակ տանես smart contract-ների մեջ փոխանցես բանը օրինակ պետական ռեգիստրը կազմակերպությունների ռեգիստրացիաները կարաս տանես մեջը գրանցես կադաստրի ամբողջ թղթաբանությունը բլոկչեյնի մեջ այսինքն եթե մենք պայմանական ասում ենք դու գնեցիր ինչ-որ մի հատ տուն այդ տունը հիմա առնելու միակ ապացույցը պասուծի հանդիսանում է կադաստրի թուղթը որ այդ տունը պատկանում է քեզ այն ժամանակ դա թղթով էր հետո հիմա դառել է կոմպյուտերով հա այսինքն կոմպյուտերի մեջ ինչ-որ էլի թուղթ է պասուծի դատաբազայում գրանցված ստացվում է այդ դատաբազային մի բան տեղի ունեցավ դրա հետ վсё այսինքն չգիտեմ պաժար ընկավ եթե ռեզերվ կոպիա իհարկե չունեն մի քիչ չեմ հավատում որ շատ secure է այդ կտորը բայց իցեմ նիմենի այն թղթերի ժամանակներով հաստատ միանշանակ պաժարի դեպքը կարող լիներ ու եղել են այդպես դեպքեր պատմության մեջ մեր երկրի իսկ հիմա ստացվում է կոմպյուտերի հետ մի բան եղավ մեկը վիրուսային մի բան գցեց բերեց ընդհանուր համակարգ ու տեսել եք ես վերջերս Ռուսաստանից մտե մեր կառավարության բաներն էին հեք արել ասենք ուզում ասեմ հնարավոր է էլի պրոստը target պետք է լինի եթե target եղավ մի քիչ ոնց որ տանջվեն հաստատ կկանան ու ստացվում է կարան քո տունը ձեռիցդ վերցնեն վերցնենանը որ ասենք կորի այդ թուղթը դու էլ չես կարող ապացուցես հա այդ թղթի կոպիան քո մոտ կա բայց վերիֆիկացիա չի անցնում ու նմանատիպ շատ դեպքեր կարան լինեն իսկ բլոկչեյնի մեջ այդ ինֆորմացիան չի կարող կորի բլոկչեյնի մեջ ասենք եթե ինտերնետը ամբողջ աշխարհում վերանա կոմպյուտերներն է վերանա այդ վաղ բայց այդ հիմի շատ մարդիկ ստե որ լինեն այս խոսակցությունը կասեն հա բայց հենա բան արդեն եղավ որ դա վերացվող է բան բայց եկեք ռեալ լինենք էլի եթե բան արեցին ասենք ինտերնետը աշխարհում կորավ մենակ էդի չի վերանում հիմիկվա մեր բանկային համակարգը on-line banking-ով բանով սաղ կվերանա սաղ վարի կեթան իրար հետ դրա համար այդ մեկը ռեալ չեմ համարում որպես վախենալու դեպք մնացածը արդեն ստացվում է ես բլոկչեյնում գրանցված ունեմ ինչ-որ մի բլոկի վրա որ օրինակ ես Ռաֆայել Տոբելյանս գնեցի բնակարան քեզանից հա ու այդ քո ունեցած թոկենը Այդ արդեն NFT-ն ալնում NFT թոկենը տան սեփականության NFT թոկենը գալիս է ինձ հետո մեկը որ ուզենա այդ NFT թոկենը ստուգի ումնա տենում է տերը Ռաֆայել Տոբելյանն է այսինքն այդ տունը ես եմ արել վсё այդ ինֆորմացիան արդեն chain-ի մեջ խաղալով գնում է ես հետո վերավաճառեցի ես հետո ես ինչ արեցի սա դեպքերը մեջը գրանցվում է ամուսնության վկայականները A մարդը ամուսնացել է B մարդու հետ հիմա գնում ենք Հայաստանում ոնց է գնում ես Զաքսում գրանցումը անում են անցկացնում են վсё դուք ամուսիններ եք հիմա պայմանական պատկերացնենք ես եմ գնացի Ֆրանսիա գնացել եմ Ֆրանսիա ինձ պետք է ամուսնության վկայականի թուղթ որ տենան ես ամուսնացած եմ թե ամուսնացած չեմ ինչ պետք է արվի պետք է հետ գամ Հայաստան կամ ստեղ չգիտեմ լիազորագիր տամ մեկին այդ մեկ մարդը այդ հիմաունից թղթերը վերցնի հանի տեղեկանք որ այս մարդը ամուսնացած է կամ ամուսնացած չի որ ես տանեմ Ֆրանսիա ներկայացնեմ օրինակ այդ մարդուն բլոկչեյնի դեպքում ֆրանսիացին Ֆրանսիայում նստած ընդհանուր բլոկչեյնի մեջը կարա պրոստը իմ տվյալները անցկացնի իմանալով հանդերձ որ սա government layer այսինքն պետական մակարդակի բլոկչեյնն է մեջը գրի մանու ազգանունը բերի որ ես ամուսնացած եմ ու վсё այսինքն մնացած տվյալներն էլ հետը ինչքան հեշտացավ չէ process-ը նախորդ դժվարի ու մեկը էս հեշտանալու նայ բայց քանի որ խոսացինք պետության մասին այստեղ մի հատ sense հակասող թեմա կա կենտրոնական բանկի հսկողությունը կրիպտոյի հանդեպ ոնց որ երբ որ կենտրոնական բանկը փորձում է վերահսկել կրիպտոն կամ ընդհանրապես պետությունը մտնում է այդ կրիպտոյի մեջ թվում է թե այդ սկզբունքը հիմնական կրիպտոյի կորումը այդ հակակենտրոնացումը decentralization-ը ինքը ոնց որ վերանում է ու հիմնական արժեքը կրիպտոյի կորումը այդ ժամանակը ինչ ես կարծում ընդհանրապես այդ պրինցիպիալ հակասումը ամբողջ կրիպտոյի էությանը որ ցենտրալ բանկը то есть կենտրոնական բանկը կառավարում է ինչ-որ բան որտեվ մեր այսօրվա այս Հայաստանին չի վերաբերում եթե կենտրոնական բանկից մարդիկ կլինեն նայող մեզ չի վերաբերում հիմնականում Ամերիկային է վերաբերվում բայց կենտրոնական բանկի կոնտրոլը այդ
այդ է բերում մեր ներկայիս երկրի իրավիճակին, այսինքն աշխարհի իրավիճակին։ Տրիլիոններով փող տպել, ֆինանսավորել տարատեսակ ոչ պիտանի ինչ-որ գործունեություններ, ինֆլյացիա մտցնել շուկա, որի արդյունքում այն մարդը, որ վաստակում էր օրինակ ամիսը $1000, ինֆլյացիայի արդյունքում չի ստանում հավելյալ գումար, այդ շատ քիչ կազմակերպություններում է, շատ քիչ տեղերում է, որ ինֆլյացիային համապատասխան վերանայում են մարդու աշխատավարձը, ստացվում է կյանքի որակը անընդհատ ընկնում է, դու պետք է անընդհատ պայքարես, որ որակի հետևից հասնես։ Այդ սա կենտրոնական բանկի, մեկ է ֆեդերալնի ռեզերվների բաներն են, պլաններն են ու իրանց սխալ կառավարման մեթոդոլոգիան, այսինքն այն մի բան է, որը որ շատ հնացել է։ Այն էկոնոմիկան, որ մենք հիմա ունենք, մարդկությունը որ ունի, այդ արդեն էֆեկտիվ չի։ Անընդհատ դու պետք է ընկնես հետևից ինչ-որ հասնելու համար, որին դու չես հասնի։ Հետևաբար, եթե մենք խոսում ենք կրիպտովալյուտաներին, ինչի ինքը միջով լեգալիզացված չի, որովհետև ինքը պանատուր է, ոնց որ իր տեսակով չես կարա դու իրան թրեք անես, то есть թրեք կարաս անես, բայց ոնց որ պետք է ստիպես մարդկանց, պետք է օրենքներ մտցնես եւ այլն, բայց ռեգուլյացիայի տակ պահես, ինչը նշանակում է, որ պրինցիպիալն է արդեն ինքը իր հիմնական առաջնային նպատակից շեղվում է, դառնում է երկրորդային նպատակը իր, երկրորդայինը դա այդ կոմֆորտն է, որ դու լուբոյ տեղ, լուբոյ վարքյան, լուբոյ A կետից B կետ տրանսֆերներ ես անում առանց բանկ գնալու, առանց եսի ինչ մեծ ֆիեր մուծելու, եւ այլն, քո գործունեությունը ամս, էլի կոմֆորտն է, էլի հարմար է, բայց մեկը ինչքան է ցենտրալ բանկը ուզենա բիթքոյնին օրինակի համար կոնտրոլի տակ վերցնի, ինչը վերցնի, չկա ոչ մի բան։ Բիթքոյնը մեկը դեպլոյ արել սերվերների վրա, դից հետո առանձնացել են նոդերի, ինքը արդեն սա դեցենտրալիզացված մայներների մոտ, սաղի մոտ նստած է այդ չեյնը, ամբողջությամբ ում կոնտրոլ անի, ինչը վերցնի։ Այդ դեպքում չի ստացվում, որ սկամ է այդ ամեն ինչը։ Սկամ կներ, եթե հետևը մարդ լիներ։ Հիմա նույն Սատոշի Նակամոտոն եթե ուզենա, եկավ ի հայտ, միակ վնասը, որ ինքը կարա տա, այդ իր մոտ եղած 1 միլիոն թոքենը վաճառելն է։ Ինքը ունի 1 միլիոն coin, կներես թոքեն չի, 1 միլիոն coin ինքը իր մոտ է պա, այդ առաջնորbanից ոչ մեկ այդ coin-ին չի կպե։ Ոնց իր մոտ է, տենց էլ իր մոտ է։ Մարդիկ մտածում են դաժե կարող է այդ մարդը մահացել է, որ ոչ մեկ չի կպտում այդ 1 միլիոն coin-ներին։ Ստացվում է, եթե այդ մարդը հետ գա, ինքը չի կարողանալու ոչ մի բան անի։ Որովհետև այդ ամբողջ պրոյեկտի կոդը բաց դոստուպի տակ է, բոլորը տեսնում են այդ կոդը, բայց դու իրան դեկրիպտ չես կարա անես, հետագայում կլինի անել իհարկե, բայց թե այս պայդրությամբ դու չես կարա իրան դեկրիպտ անես, չես կարա ոչ մի վնաս տաս, որ սաղը տենում են, բայց վնաս չես կարա տաս, ինքը աշխատում է, ինքը արդեն ինքը մենակ իմ մոտ չի, ես ցենտրալիզացված տեղ չունեմ կոնտրոլի, ինքը սաղի կոմպյուտերների մեջ է, սաղ տեղերում է, ճիշտ է մի նայողներից ով հասկանում է կրիպտոներս կասի, բա Bitcoin-ի fork-երը եւ այլն, հա, Bitcoin-ի fork-երն էլ իրանց հերթին ժողովուրդ չան, բայց այդ fork-ը մեկը կոնտրոլ չի առաջացնում մարդկանց մոտ։ Այդ մարքեթինգային ձևով ասենք fork-ը արեցիր, թազա դեպլոյը գնաց, այդ թազա դեպլոյից հետո վերցրեցին, նորից նոդերը download արեցին թազա նոդի բաները, soft-ը ու վсё շարունակվավ էլի նույն դեցենտրալիզացիան։ Միտքս այդ կողմա դեպի գնում։ Ստացվում է Bitcoin-ը մեկը ոչ մի բան չեն անի Bitcoin-ին, Ethereum-ին կարան անեն, որովհետև այնտեղ կա Vitalik Buterin հետևը կանգնած։ Հա, ինքն էլ այլի նոդերով տարածված, արդեն նոդերով չի, վալիդատորներով է, վալիդատորներով տարածված։ Իսկ կբացատրես այդ վալիդատորը ու նոդերի տարբերությունը։ Հա, նոդերը դա մայներներն են, այսինքն երբ որ դու աշխատում է քո կոմպյուտերը, որ վիճիստիցիլնի մощность տրամադրի չեյնին ու հաշվարկի գախնի պահած ոնց որ հեշը եւ եթե հայտնաբերեց, ուրեմն դու ճիշտ ես մնացածը ստուգում են անցնում առաջ։ Դա էֆեկտիվ չի, որովհետեւ անընդհատ այդ մայներների քանակը պետք է շատացվի, որովհետեւ հեշերը անընդհատ ավելի դժվարանում են, ավելի բարդանում են, ռեվարդները ավելի քչանում են, շատ երկրներ արգելում են մայնինգը ու էկոլոգիապես ինքը այդքան մաքուր չի, որովհետեւ էներգիա շատ մեծ քանակությամբ վերցնում ու ահագին մեծ ջերմություն է իրանից արտաբխում։ Իսկ դրա համար որոշ մտածեցին, ստեղծեցին նոր ալգորիթմ, այսինքն կոնսենսուսի մեխանիզմ, անունը proof of stake-ը։ Proof of stake-ը
ասես պարզ բառը ոնց որ բացատրեմ, դա լոմա ավանդ։ Դու ավանդի տակ դնում ես քո մոտի եղած տվյալ թոքենը, այսինքն եթե վերցնենք որպես օրինակ Ethereum-ը, ասենք դու ունես 10,000 Ethereum։ Այդ 10,000 Ethereum-ը ավանդ ես դնում ու դու դառնում ես վալիդատոր։ Այդ վալիդատորը դոլե վլադենիայով հասկանում է մարդը տրանզակցիան եկավ, այդ տրանզակցիան ռանդոմ տեսակով, այսինքն պատահականության սկզբունքով տալիս է օրինակ ինձ որպես վալիդատոր, որը ունի 10,000 Ethereum։ Ես ստուգում եմ այդ տրանզակցիան եւ այդ տրանզակցիան հաստատում եմ կամ reject եմ անում։ Ու դրանից հետո ուղարկում եմ արդեն որպես բլոկ, բայց դա կա ռիսկեր։ Դա այն ռիսկն է, որ ես որպես վալիդատոր, քանի որ մենակ ես եմ, ես կարամ փոփոխություններ անեմ բլոկի մեջ։ Եթե ես բլոկի փոփոխություն արեցի, կարամ value փոխեմ, կարամ տրանզակցիան թեքեմ իմ վրա եւ այլն, ասենց ինչ որ շատ հետաքրքիր մանիպուլյացիաներ կարամ անեմ, որպես ոնց ենք օրինակ վատ, չգիտեմ, scam։ Բայց proof of stake-ը ինչ ասում, ասում է այդ խի պետք է տաս դու այդ 10,000 Ethereum-ը, կամ ինչքան շատ այնքան շատ տրանզակցիա ես դու հաստատում, եթե դու խալտուրա արեցիր, այդ coin-ները, որ դու տվել ես, ոնց որ մեզ որպես որ դառնաս վալիդատոր, դու գանվելու ես, կարաս կորցնես դրա կեսը կամ ամբողջությամբ, դա կոչվում է slashing։ Այսինքն քո մոտիվացիայի մեջ չի մտնում դու բանը, դու կարաս գումար աշխատես բավականին քանակությամբ, որովհետև այդ տրանզակցիաները դու ես հաստատում, դու կարաս գումար աշխատես, բայց եթե խալտուրա արեցիր, դու քո գումարից զրկվում ես որպես վալիդատոր։ Всё։ Դրանով ստացվում է քեզ պետք չի սերվերների մեծ քանակություն, քեզ պետք են, այսինքն proof of stake-ի դեպքում քեզ պետք են պրոստը մարդիկ, ովքեր ունեն մեծ քանակությամբ Ethereum, որոնք որ իրանք Ethereum-ը տալիս են որպես վալիդատոր, որ իրանք դառնան վալիդատոր, ու իրանք տրանզակցիաները դες ոնց որ սովորական data է, եկավ ստուգես ճամփես, վիճислիցելնի բաներ չկա, պարտադիր կարիք չկա վիճислիցելնի։ Հիմա Ethereum version 2-ը կակրած աշխատում է տեղափոխվել mining-ը Ethereum-ի պրծավ նրա պատճառով, որ իրանք proof of work-ից, այսինքն mining-ից անցան proof of stake, որտեղ որ յուրաքանչյուր տրանզակցիան հաստատում է վալիդատորը։ Ու հետ չի գա, չի կարա դες բանել, որ Ethereum-ը հետ գա էլի proof of stake, proof of work-ին, որովհետև էֆեկտիվ է սա աշխատում, ավելի արագ է, ավելի քիչ ռեսուրս պահանջող։ Նայ, իսկ եթե մենք փորձենք համեմատել ինչ որ սովորական կլասիկ ֆինտեքի հետ այդ բիտքոինները գնելը եւ այլն, դա կարելի է չէ համեմատել բիրժայի հետ։ Դա նույն սկզբունքով է շարժվում։ Ու նայ, բիրժան այն մարդիկ, ովքեր որ առանց գիտելիքի մտնում են բիրժա, մեծ հավանականությամբ դա խողվում են, որովհետեւ դա նույն գեմբլինգն է, նույն ստավկաներն են, նույն սկզբունքն է աշխատում, նույն հորմոններն են արտադրվում ուղեղի մեջ, ու ստեղ ես ուզում եմ անցնենք հաջորդ գործիքին, որը ինձ նույնպես հետաքրքիր է, բայց ինձ թվում է ինքը ավելի ապահով է։ DeFi, արի դրանից խոսանք, որովհետև DeFi-ը ըստ դրան, թե ոնց եմ ես հասկանում, DeFi-ի դեպքում դու գումար ես տալիս պարտքով, նույնպես դու վարկ ես տալիս ինչ որ մարդուն։ Ոնց որ հիմա ֆինտեքում էլ բիրժաներ կան, որտեղ որ սովորական մարդիկ կան, ուրիշ սովորական մարդկանց կամ բիզնեսներին գումար տան պարտքով, բավականին լավ եկամտաբեր գործ է, ուղղակի պարունակում է ինչ որ ռիսկեր։ Ու նույն ձև DeFi-ում դու տրամադրում ես ինչ որ coin-ներ, ինչ որ տոկոսների եկամուտների դիմաց։ Կպատմես մի քիչ դա ոնց է աշխատում։ Էլի լավ հարց է, DeFi-ը այն որ centralized exchange-ը շատ դեպքերում ասեմ centralized exchange-ը ավելի ապահով է, քան DeFi-ը, որովհետև DeFi-ի դեպքում դու պետք է կարգ մինիմում ունենաս բավականաչափ գիտելիքներ blockchain-ին ու կրիպտո աշխարհի հետ, բայց եթե դու սկսնակ ես, ընդ քո համար շատ դժվար է լինելու։ Ընդ շատ հեշտ է ամեն ինչ կորցնել, ընդ շատ հեշտ է սխալներ անել։ Իսկ centralized exchange-ներում, այսինքն նույն ինքը բիրժաներում, քո համար ամեն ինչը ոնց որ գծած, տրտված անես, որ դու հանկարծ չսխալվես։ Հա, էլի ունես տեղեր սխալվելու, բայց հանկարծ շատ չսխալվես։ Ուզում ես Bitcoin, նոր ես մտե շուկա, կամ ուզում ես Ethereum, էլի նոր ես մտե շուկա, մտի գրանցվի, պասպորտի տվյալները տուր, քո Bitcoin-ը առ, քո Ethereum-ը առ, դες buy կնոպկայը սխում ես, դնում ես մնում է։ Անդե կա մեծ դժվար գործիքներ,
future-ներ, ընդ marginal trading, плечо, ընդ շատ գործիքներ, դες օրինակ համարում եմ դա կազինո։ Իմ համար կակ մինիմում կազինո է, շատերի համար դա ապրուստի միջոց է եւ աշխատը, որովհետեւ այդ մարդիկ տրեյդեր են, պրոֆեսիոնալ են, իրանք գիտեն իրանք ինչ են անում, իրանք հասկանում են, սենտիմենտ են հաշվում, այնտեղ տարատեսակ մետրիկաներ կան, մարդիկ սովորել են, ձեռք են բերել գիտելիքներ, որ կարողանան այդտեղ խաղան այն բաների, բարձրացումների եւ իշնելու վրա, ու կարող են շատերի մոտ ստացվում է։ Բայց այդ կտորները իմ համար կազինո է։ Ինչ վերաբերում է DeFi-ին, DeFi-ի ամենամեծ, DeFi-ի մեջ մտնում է DEX-ը, Decentralized Exchange-ը, այդ նույն ինքը Uniswap օրինակի համար, PancakeSwap, StellaSwap, լիքը swap-ներ կան, տենց վերջում ասում են իրենց swap-ով որպես։ Այնտեղ գնագոյացում եւ լիկվիդայնություն ստեղծվում է մարդկանց կողմից եւ ստեղծողի կողմից։ Այսինքն եթե ստեղծվավ ինչ-որ token, այդ token-ը պետք է ունենա լիկվիդայնություն։ Այդ ինչ է նշանակում։ Եթե token-ը տալիս ես մի հատ token, ասենք մի հատ բաժակ token, ու ուզում ես որ այս մի բաժակ token-ը լինի $1, պետք է հետը տաս մի հատ է $1, այսինքն օրինակ 1 USDT կամ ասենք USDC կապ չունի։ 1 բաժակ 1 USDT, token-ի գինը հավասար է 1-ի։ Այս դեպքում ընդհանուր բանը ցուցատալու փուլի չափը ցուցատալու $2, բայց ինքը պասուցի 1 է, որտեղ սա արժեք չուներ, ես արժեքը տվեցի լիկվիդայնությամբ։ Հիմա եթե ես ավելացնում եմ 10 հատ բաժակ, բայց այն դոլարը մնում է 1, այսինքն մի ցենտ է դառնում մի բաժակի արժեքը։ Մարդիկ, ովքեր որ ունեն բաժակ token եւ ունեն դոլար, այսինքն USDT, իրանք կարան գան իրանց ունեցած բաժակը եւ USDT-ին դնեն լիկվիդայնության մեջ, այսինքն կոչվում է liquidity staking կամ pooling։ Դու տալիս ես երկուսը իրար հետ ըստ այդ օրվա արժեքի բանով հարաբերակցությամբ, այսինքն եթե կար միջև այդ 1 բաժակ եւ $1, դու տալիս ես ասենք 10 հատ բաժակ եւ $10, որ token-ի գինը մնում է 1, որովհետեւ այդ պահին հարաբերակցությունը տենց է, ով որ սարքել է, տենց է սարքի։ Տվեցիր, դու ստանում ես տրանզակցիաներից, այսինքն դու դառնում ես փուլի ինչ-որ մասնիկի allocation-ի տեր, այսինքն եթե ուրիշ մարդ չի դրել 100% տերը դու ես այդ պահի դրությամբ, այսինքն ինչքան reward որ պետք է բաժանվի, այսինքն fee տրանզակցիաների բան կա, մեջ արանքը ոնց որ տոկոս կա, որ մուծվում է տրանզակցիան կատարելու համար, դու դրանից գումար ես աշխատում։ Եթե 100%-ը քեզ է պատկանում, ուրեմն դու ստանում ես ամբողջ գումարը։ Այդ ոչ թե ամբողջ գումարը, այլ ամբողջ այդ տոկոսը, որ վճարվել է տրանզակցիան կատարելու կամ swap-ը կատարելու համար։ Եթե դու կեսի տերն ես, այսինքն ես դրեցի 10, դու դրեցիր 10, մենք արդեն 50-50 է շերի բանը բաժանումը, ստացվում է 50%-ը գալիս է ինձ, այդ reward-ի 50%-ը գալիս է քեզ։ Ու տենց շարունակ, հա, ինքը մեծանում, մարդիկ լիքը բերում են, ավելացնում են իրանց լիկվիդայնությունը, ավելացնում, դառնում է այդ token-ը արդեն մեծ լիկվիդայնություն ունեցող ակտիվ, հա, token։ Գինը ամբողջ այդ գինը որ token ասենք արժի $0.1, խի արժի $0.1։ Այդ սաղ կառավարվում է այդ վերոնշյալ լիկվիդայնությամբ, DEX-ի լիկվիդայնությամբ, հարաբերակցությամբ։ Եթե մեկը եկավ stake լիկվիդայնություն չտվեց, ինքը պրոստը ուզեցավ առնի բաժակ token, ես տալիս եմ ընդամենը, ասենք օրինակ $10,000 տվեցի, առա $10,000-ին համարժեք բաժակ։ Ինչ եղավ։ Բաժակների քանակը իջավ, դոլարի քանակը բարձրացավ։ Ինչ եղավ գինը բարձրացավ։ Եթե ես ունեմ մի տոննա օթից եկածած օրինակի համար լրիվ երկնքից եկածած բաժակ token, դա hamster combat-ին եմ ես լիշտո բան անում, նամյոկս անում, եթե օթից առանց գումարի, առանց լիկվիդայնությամբ ստացար 1 միլիարդ հատ բաժակ token, իսկ մեջը կար как бы $1 միլիարդ, к примеру, մեկը դրել էր։ Այդ ստացվում է դու եկար այդ 1 միլիարդը նախ չես կարա ծախես չի թողի, բայց դրեցիր որ ծախեցիր, ստացավ սաղ ինչ կար լիկվիդայնության մեջ $, դու այդ $-ը վերցրեցիր։ Սրագին ինչ դարավ 0, որովհետև դու ինչ կար, սաղ առար այդ բան token-ը։ Այդ մարդիկ պետք է հասկանան, որովհետև եթե մենք օրինակ ասում ենք, к примеру, էլի համստերն եմ ասում կամ հաջորդիվ գալացող բոլոր խաղերին։ Եթե ինչ որ տեղից դու պետք է միլիոնատեր դառնաս, քո ասած օրինակով խանութում աշխատողը խփում ասում է միլիոնատեր եմ դառնալու, այդ միլիոնը քեզ մեկը պետք է տա։
շատ ելնում են մարդիկ, օրինակ իմ շրջապատից եղել են մարդիկ, որ այտենց իրոք մտածել են, որ եթե իրանք գան պրոստը թոկեն սարքեն, մի օրվա մեջ միլիոնատեր կդառնան։ Հետի տես չի աշխատում։ Այնտեղ շատ մեծ բաներ կա։ Թոկեն սարքելը միլիոնատեր չի սարքում։ Մարքեթինգային բյուջեա, ընդ լիկվիդայնությունա initial liquidity, այսինքն առաջնային լիկվիդայնություն մեկը պետք է ապահովի, որ այդ թոկենը վոլատիլնի չդառնա։ Վոլատիլնին այդ նշանակում է շատ տատանվող, եթե թոկենը ունի $10,000 USDT մեկը $1,000 համարժեք, այսինքն 1000 հատ բաժակ թոկեն, մեկը $500 ունենա ուզենա արք վաճառք անի, այս քո թոկենը սենց անընդհատ այսպես կհելնի, այդ արդեն դառնում է անիմաստ թոկեն։ Դրա համար ինքը շատ դժվար է։ DeFi-ի մասնիկներից նաև կազմում է staking pool-երը, նոր ոչ թե այս նորվա նշածս liquidity pool-ը, այլ դու կարաս սարքես staking pool-երը, դա մոտիվացիա է, որ դու թոկենը չծախսես։ Այսինքն եթե դու ունես օրինակ նույն 10,000 հատ բաժակ թոկեն, այս բաժակ թոկենը ստացար 10,000 հատ, ուզում ես այս թոկենը որպեսի չծախես, ես որպես բաժակ թոկենի տեր օրինակ, քեզ ասում եմ, արի էսի դիր, ստեղ staking-ի տակ, ասենք խոսքի մի տարով, որ չես կարա դու իրան մի տարի հանես, ու այդ դրածը 10,000-ի համար ամեն բլոկը փոխվելուց դու 0.1 ստանում ես նվեր, այսինքն պասիվ եկամուտ։ Այդ ինձ համար մոտիվացիա է, չէ, ես որովհետև փող է գալիս։ Տանում եմ, փողը դնում եմ staking-ի տակ, լոք եմ անում, ասենք 1 տարով, ելնում են շատ պրոյեկտներ կան, որ առանց լոքինգի էլա դաժե։ Դնում ես ու yield-ը, այսինքն այն գումարը, որ աշխատում ես, դնում է 200%, 300%, 800% դաժե։ Նայած որ պահին ես մտնում, ինքը մտնելու պահը շատ կարևոր է։ Ստացվում է դու կարաս $1,000 դնես 1 տարով օրինակի համար ու ասենք 800% տարեկան 800% դու ջոգիր, ասենք մի ամիս հետո դու արդեն փողդ կրկնակի ունես կակ մինիմում էլի։ Դա օրինակ շատ մեծ եկամուտներ է, բայց ինքը ունի վտանգ, որովհետև այս թոկենը, որ ես քեզի սենց բաժակ թոկեն եմ օդի մեջ նվեր տալիս, այն լիկվիդայնությունը արդեն բալանսից ընկնում է։ Այդ նշանակում է, այստեղ արդեն հարց առաջանում, ով առաջինը կծախի։ Ով ավելի շուտ կծախի, ով ճիշտ պահին կծախի, հա, լիքը խնդիրներ է։ Բացի դրանից կան շատ մարդիկ, ովքեր որ պրոստը այդ ամեն ինչը անում են փող աշխատելու համար։ Սարքում են մի հատ liquidity token, բաժակ 2 անունը լինի թող։ Բաժակ 2 token-ը սարքեցին, իրանք ունեն բավականին գումար, ասենք դել են $100,000 եւ 100,000 հատ բաժակ token։ Հետո ասում են ժողովուրդ ջան, բաժակ թոկենը հեսա հելնելու է դառնա $100-200 առեք բաժակ թոկեն, դու բաժակ թոկեն առնում ես, այս USDT քանակը բարձրանում է մեջը, ասենք դառավ 200,000, ստեյց սկսում է պակասել, տերերը mint են անում, այսինքն թազա սարքում են իրենց թոկեններից, լցնում են մեջը, կամած դու ավելի ուռում, ու սա ինֆլյացիա է տեղի ունենում, վերջում ինչ անում, ստացվում է լիկվիդայնության մեջ կամ 1 միլիոնից ավել բաժակ 2 թոկեն։ Այդ պահին տերը, ով որ ասարկել է, ինքը ունի լրիվ դոստուպը, լրիվ կոնտրոլ իր ձեռնա, ինչ ուզի կարա անի, ու կարա սխմի այն USDT-ները, որ կա, ասենք 1 միլիոն հավաքված, 10 միլիոն հավաքած, մեկ վարկյանը մեջ սաղնստի իր կաշիլոկը, ու երբեք չես իմանա, թե այդ ով էր տերը, ու մոտ կնա։ Այսինքն DeFi վտանգը կայանում է դրա մեջ։ Դու վերիֆիկացիայի մեթոդոլոգիաներ չկան, վերիֆիկացիայի ձևեր չկան, շատ, կան, բայց գիտելիք է պահանջում։ Դու պետք է կանաս կոնտրակտ կարդաս, բացես թոկենի կոնտրակտը կարդաս, տենաս այնտեղ մեխանիզմ կա, որը որ ստոպ անում քեզի սելից։ Այսինքն վաճառքի պահը կա, տորմոզ անեն, որ դու առնես, բայց չկանաս ծախես։ Այդտենց ելնում է։ Անալիզ պետք է կանաս անել։ Թուլեր կան լիքը, բայց այդ թուլերը ոչ միշտ են, որ ամբողջ պատկերը ցույց են տալիս ու միշտ այնպես լայզիկ է կլնում է, որ մարդիկ շոտեկի էլի սարքում են։ Ամեն րոպե մենք այս բան խոսում ենք, այնտեղ մեկը զասկամիլս է, էլի։ Փողերը գողացան ինչ-որ մեկի։ Իսկ մտնելու պահից որ խոսացիր, ես հիշեցի իմ հարցն, ես ունեմ բավական, չունեմ պարտքեր, ունեմ ինչ-որ financial, պատուշկա, ֆինանսական պատուշկա ունեմ ու արդեն եկել է ժամանակը, որ ես ուզում եմ ինչ-որ միտեղ գումարներ դնեմ, ինչ խորհուրդ կտաս, ոնց խորհուրդ կտաս մտնել կրիպտո աշխարհ, արդյոք արժի մտնել,
թե ավելի լավ է այսօր դնել գումար բանկի մեջ։ Անկեղծ ես իմ կարծիքը կասեմ, սա էլի ֆինանսական խորհրդատվություն չի, որովհետև ֆինանսների խորհրդատվություն տվողները որպես կանոն շատ սխալ բան է տենց ոչ մի բան անել, նման բան անելը, так что ամեն մարդ պետք է իր որոշումը իր ձեռով կայացնի, որ հետո ոչ մեկի չմեղադրի, ես չեմ ուզում ոչ մեկին մեղադրեմ, բայց ես կասեմ այն ինչ որ ես եմ անում։ Ես ինվեստիցիա անում եմ ու կրիպտոների մեջ, ես կրիպտոներին ավելի շատ եմ ինվեստիցիա անում, քան մնացած ամեն ինչին։ Իմ համար կրիպտոն այդ ապագան է։ Որովհետև ես որպես մասնագետ տեսնում եմ իր ամբողջ պոտենցիալը, ուր կարա ինքը շարժվի, ինչ կարա իրանից ներկայացնի։ Ես իրոք տեսնում եմ այդ պոտենցիալը ու հասկանում եմ, որ այն աշխարհը, որ մենք հիմա ենք ապրում, մեզ կտանի դեպի այդ ուղին, որ լինեն կրիպտովալյուտաները մեր основной մոնետարնի սիստեմայի մասնիկներ։ Ու թե դա կլինի ընդհատումով, թե դա կլինի գծային տարբերակով հիմա շարժվենք այդ դեպի այդ կետը, այդ չեմ կարող ասեմ, բայց որ կդառնա, կարա մի օր գա, ասենք, չգիտեմ, բիթքոյնը վերացնեն, սաղ վերացնելը որն ասենք, սարքեն ուլտրա նելեգալ բան, մահապատիժ հասնի քեզ, եթե դու բիթքոյն ունես, օրինակ, sense մի բան սարքեն, ինչ որ մի տորմուզ անեն այդ process-ը 10 տարի, к примеру, հետո բայց ինքը հետ կգա, որտեղ դրա կարիքը կա, այս աշխարհը որտեղ որ հիմա մեր մոտ ամեն ինչ դինամիկ է, վարկյանների վրա, ես տեից Ամերիկա, Ռուսաստան, Եվրոպա, բան, ինչ որ գործողություններ է, հա, ամեն ինչը արագացել է, կյանքի դինամիկան է փոխվել ու արագությունը կարևոր է ու մեր համար մի մոնետարնի համակարգը շատ տորմուզ ստոպանող բան է։ Ես միշտ ինտերվյուների վրա մի հատ օրինակ եմ բերում, միշտ ասում եմ, այսօր էլ այդ օրինակը կբերեմ, չգիտես դուրս շատ է գալի այդ օրինակը։ Փողի պատմությունը, որ նայում ենք, գումարը ոնց է իրանից ձևավորվել, միշտ եղել է, ինքը process-ներ է անցել, հա, այսինքն դեմից փողը եղել է ինչ-որ բարտերային տարբերակներով, ես քեզի ձու եմ տալիս, դու ինձ չգիտեմ միս ես տալիս, sense ինչ-որ տարբերակներով եւ այլն, հետո առաջացել են մետաղադրամները, հա, մետաղադրամները տվել են, էդի հետո չի, լավ արի ամբողջ պատմությունը, աղը եղել է աշխատավարձ որպես salary բառը եկել է այդ salt բառից, աղը տվել են զինվորներին աշխատավարձ։ Ճիշտ թվականները չեմ հիշի, բայց համենայն դեպս դեպքերը գիտեմ, հա, եղել է եղնիկի կաշին, անվանվել է buckskin, ինքը դրա հաշվին առաջացել է bucks բառը, այն որ ամերիկացիք ասում են give me $50, այդ bucks-ը տեից է գալի։ Կաշին ստացել են ու պրիտոմ այդ բառը, քանի որ հնդիկների հետ trade-ը եղել, հնդիկներն են սխալ այդ բառը միշտ ասել ու տենց ոնց որ դարել է bucks։ Ու տենց buckskin մարդը ստանում է որպես աշխատավարձ։ Արդեն կոպեկների շրջանում կոպեկները առաջացել են դեմից անդուր ծորտիկ ֆորմաներով եւ այլն, մարդիկ սկսել են արդեն կոպեկը օգտագործել որպես փող ու պրիտոմ ամեն կոպեկի քաշը կարևոր ու չափը մատերիալը նույնպես կարևոր, հա, արծաթները մի քիչ ավելի էժան են եղել, ոսկիները մի քիչ ավելի թանկ են եղել, որոշ կուլտուրաների մեջ ոսկին вообще արժեք չունեցել, նույն անունը մոռացա իր մուսա ոչ մազգանունը ամենահարուստ մարդն է եղել պատմությունում ոսկին вообще բանի տեղ չի դրել մարդ անցնելուց դες պրոստը ցպնե գնացել է դες որ դեից անցնելուց ա եղել ասեմ որ ինքը իր պատճառով ոսկու դիստրիբյուշնը աշխարհում փոխվել է ինքը հազարավոր տարի առաջ բան ա արել բայց այնքան է տենց աչուձախ ոսկի տվել լիքը բալանս բան ա եղել փառնել է իրար հետո մեր չինացիք բերում են թղթադրամը то есть իրանք են առաջիններ դնում թղթադրամը որը որ մնացած աշխարհը ահագին երկար ժամանակ ասում է հոպ ես ինչ հիմար բան է ինչ է նշանակում թղթադրամ ով ուզի կտպի կարա ճղվի կարա կորի կարա թրջվի կոպեկը լավ է կոպեկը կդնեմ ջեբս կմտնեմ ջուրը կհելնեմ ոչ մի բան չի լինի կոպեկը կթրջվի մենակ հա բայց по факту թղթին այն վերջի բառերով թղթին ոնց որ դեմ ու դեմ ու Ադամ Սմիթը значит այնտեղ հետո արդեն թղթադրամը ընդունվում է Ադամ Սմիթը մեր հիմիկվա էկոնոմիկայի մոդելն է ներդնում որից հետո գալիս է արդեն
թղթադրամը սկսում է արդեն դառնալ մեր համար նորմալ։ Հիմա մենք նորմալ համարում ենք թղթադրամը։ Ու ինչ-որ կետի վրա մենք նաև շատ ծանր ենք տանում քարտով վճարումները։ Ու դա մենակ հայերին չվերաբերում, դա վերաբերում է բոլորին, հա, ինչ-որ մի կետի վրա այդ որ քարտով վճարումները մտան, որ քեշը քո ջեբը չի, դու մի տեսակ արդեն sense Միջով հիմա էլ կա։ Հա, շատ մարդիկ կան, որ չեն վերում։ Օրինակ իմ papan ասում եմ թոշակ աստամ, ասում թոշակը թխի քարտով չես տամ, ասում գործ ունեմ ես քարտով։ Այն մարդը թուղթ է սիրում։ Ուժը քեշի մեջ։ Հա, ուժը քեշի մեջ է, ես ինչ գործ ունեմ քարտով, բան, տենց շատ մարդիկ կան տենց։ Բայց բա ֆակտու այդ ինչի այսքան պատմությունը պատմեցի, սա պատճառը այն է, որ ոնց նկատում ես այդ переходը постоянно լինում է։ Մենք անընդհատ ինչ-որ переходների մեջ ենք։ Եկել ենք մի digital era։ Այսինքն մենք կրիպտովալյուտա որպես կրիպտովալյուտա չենք օգտագործում, բայց մենք օգտագործում ենք էլեկտրոնիկ փող։ Հիմա ես որ դու որ հարցնես քո ջեբը ինչքան փող կա, ես այդ ասենք չգիտեմ 20000 դրամ օրինակի համար cash։ Բայց հաշվից վրա փող կա, հա։ Բայց այդ հաշվի վրի փողը իմ մոտ չի։ Այդ հաշվի վրի փողը բանկում է։ Հիմա քո համար տարբերությունը որն է քո փողը լինի բանկում, քո փողը լինի քո կրիպտո կաշելյոկի վրա, բայց կրիպտո կաշելյոկինը ռեալ քո ձեռն է, բանկինը քո ձեռը չի։ Իսկ մարդկանց մոտ հակառակ կարծիք։ Որովհետև այտենց սովորացել են մարդկանց։ Սովորացել են։ Նայ, ինձ ավելի ապահով է թվում, երբ որ գումարը բանկում է կամ լավ իմ տունն է։ Օրինակ ես ինչ որ էլի ֆինանսական պատուշկային անդրադառնանք, ինչ որ գումար ունեմ կուտակած, որը ինչ որ X օրվա համար եմ պահում, եթե ինչ որ մի բան լինի, հա, կամ գործից ելնեմ, կարողանամ մի տարի չաշխատեմ կամ տենց մի բանի համար։ Դու առաջարկում ես պահել այդ գումարը կրիպտոյի մեջ ու քեզ դա ավելի ապահով է։ Ես ասենց ասեմ, չեմ հստակ ասում կրիպտոյի մեջ պահել թե բանկային հաշվին պահել, երկուսն էլ իմ համար նույն անապահով բանը վիճակն է։ Խի մեր ազգում, մեր ազգը, հայ ազգը, կոնկրետ օրինակը բերում եմ մեր հայերի վրա սովետի փլուզումից հետո բանկի եղած ամբողջ վալյուն, իրանց արժեքը, իրանց ունեցած փողի կորցրեցին։ Շատ արագ, շատ արագ։ Այսինքն մարդիկ բանկում ունեին հարյուրավոր, հազարավոր ռուբլի փող, որը որ կարելի ասել իրենց ամբողջ կյանքի հավաքած փողն ա եղել, որովհետև իրանք վստահել են բանկին։ Մեկ օրվա մեջ մանիտարնի համակարգը որոշվավ, որ պետք է փոխվի երկրում ու փոխվավ, արագ, շատ արագ դա տեղի ունեցավ։ Ռուբլին վերացավ, ստեղծվավ դրամ։ Ռուբլին արժեք չուներ вообще, էլ 5 ռուբլին։ Ու լսած կնես լիքը մարդիկ պատմեն, որ ես բանկում ունեի խոսքի այսքան հազար ռուբլի փող, սա հեչ եղավ, այնտեղ փոհի միջև մի փոխհատուցում են տալի այդ ռուբլիներին, բայց հարաբերակցությունը նես ճղճիմ հարաբերակցությունա, որ այն վաղտվա պակուպատելնի սպասոբնեսը, որ այդ ռուբլու նայես մեկ է համատես հմիկվա հետ, այն վաղտ կարա մի 3 հատ տուն առներ, հիմի կարաս ասենք մի հատ մառոժնի առնես պրեմիերում, էլի։ Այդ նշանակում է, որ մանիտարնի համակարգը դե բանկին ես վստահելը այդքան շատ չեմ վստահում։ Հա, կպահեմ ինչ-որ մի գումար, բայց դիվերսիֆիկացիոն տարբերակով, հա։ Այսինքն ինչ-որ մի մասը կպահեմ կրիպտոների մեջ, ինչ-որ մի մասը կպահեմ բանկում։ Ինչ-որ մի մասներ կարող է եւ բարձիստա կպահեմ, չնայած չեմ սիրում բարձիստակը փող պահել։ Կամ ինչ-որ ոսկե զարդերով, բայց դիվերսիֆիկացիա ամեն դեպքում պետք է, որովհետեւ չգիտես երբեք հաջորդ օրը ինչ կլինի։ Ով COVID-ը որ եղավ մեկը գիտեր որտես բան կլինի։ Չնայած մի լիքը մարդ կասեն համ կինոների մեջ ասում են, բայց ռեալ եթե լինենք, ասենք ես չէի մտածում, որ COVID կապրանք կտենանք։ Ես չէի մտածում, որ Ռուսաստանը Ուկրաինայի վրա կհարձակվի։ Լիքը բաներ շատ արագ է տեղի ունենում ֆորս մաժորային սիտուացիա։ Ու դու պետք է պատրաստ լինես դրան։ Այսինքն կրիպտոյի մեջ եթե ես փողը պահեմ, ես ունեմ այն ապահովությունը, որ եթե պետք է ինչ-որ մի տեղում, ինչ-որ մի բան, չգիտեմ, բանկը վերացավ, ես գիտեմ, որ ես ունեմ տեղ, որտեղ որ կա փող, որին ես ինքը իմ ձեռի տակ է։ Իսկ կա sense տարբերակ, որ օրինակ ես դնում եմ այդ գումարը կուտակած այդ կրիպտոյի մեջ ու այդ գումարը ինձ բերում է ինչ-որ եկամուտ ստաբիլ, որը բանկի տոկոսներից օրինակ ավելի շատ է ու դա սկամ չի, ես չեմ կորցնելու գումար մեծ հավանականությամբ ու եթե կա,
մի հատ գաղտնիք բացի, որ իմանանք։ Կա լիքը նման բաներ, եթե կաշիլյոկի վրի, то есть եթե դու գումար պահում ես stable coin, նախ առաջինը եթե դու քո ապրոստի գումարն ա ու դու չես ուզում այդ գումարը կորցնես, դու պետք է այդ գումարը պահես որպես stable coin, այսինքն ստաբիլնի տոկեն, որը միշտ $1 է։ Այսինքն իր գինը $1 է, ոչ բերե, ոչ ներքև։ Նու իհարկե ինձ շատ միզեռ քանակությամբ տատանումներ ունենում, բայց հիմնականում $1 արժի։ Այդ դրանց մեջ մտնում է USDT, USDC, մի տոննա կա, այտենց անունները անգիր չեմ հիշում, DAI, MAI, այսինչ։ Հիմնականում ես USDT եմ օգտագործում, չնայած USDT-ն ինքնին բավականին կասկածելի token է, որովհետև ինքը դեկլարացիա չի տալիս իր ունեցած մանետարնի, то есть ինչքան է հետևը պահած դոլարի քանակը, ինքը դե դոլարին է հետա կպած, հետևի ֆոնի վրա գրած չի թե ինչքան է հարաբերակցությունը։ Ոչ ոք դու կարաս ունենաս USDT, այդ USDT-ին դնես staking-ի տակ, օֆիցիալ տեղում։ Այսինքն օֆիցիալ տեղումը, այդ օրինակ լիկվիդայնություն ինչ-որ մի թոկենի հետ տաս, stable token որպես տալիս ես լիկվիդայնություն, ինքը բալանսի է գալիս, ինքը միշտ նենց է ստացվում, որ երբ հանում ես դու քո փողն ես հետ հանում, պլյուս դրան ես ստանում ես բոնուսներ։ Կամ օգտվես centralized exchange-ների, այսինքն Binance-ը օրինակ ունի USDT farming, դու ռիսկեր համերը չկա, այսինքն ռիսկը այնա, որ այդ Binance-ը կփակվի։ Բայց այդ Binance-ը որ փակվավ, անկեղծ ասեմ, սա կրիպտո մարքեթը շատ ռիսկի, շատ մեծ արագությամբ կընկնի ներքև, չի վերանա իհարկե, բայց շատ ռիսկի падение կունենա։ Դու կարաս դնես Binance-ում քո ունեցած փողը ու ստանաս տարեկան, կարծեմ 90 օրը այնտեղ օրերով է սահմանափակ 30 օր, 10 օր, այնտեղ 15 օր, 30 օր, 60 օր, 90 օր տարեկանով չկա։ 90 օրն է մաքսիմում, դու 90 օրը մեկ պետք է restake անես։ 90 օրվա համար yield-ը կարծեմ 8.5% է։ Բավականին բարձր է։ Հա, 8.5% է։ Դու ստանում ես բավականին կան այնտեղ ավելի ռիսկային տեղեր, այդտեղ կարաս դու ստանաս вплоть до 20%, 30%։ Կան սուպեր ռիսկային տեղեր, այդ այն ասածս տեղերն են, որ яс կամ է, яс կամ չի, դու կարաս ստանաս 600, 700, 800%։ Ես մի տեղա տենց եղել է invest եմ արել 2-3 տարի առաջ, օրերի ընթացքում փողը հետ եկավ։ Բայց հետո անենց ռիսկի այդ թոկենի գինը ընկավ, որ ինչ եկել էր փողը կորցրեցի, հələ մի բան էլ ավել վրից կորցրեցի, այսինքն իմ դրածը կորցրեցի, իրանց տվածն էլ հետը կորցրեցի։ Այդ շատ ռիսկային տեղերն է, բայց մարդիկ գիտեմ, որ լավ տեղեր կարող են գտնեն, հետաքրքիր ռոտացիոն բաներ են գտնում, տենց farming-ի, yield farming-ի ինչ-որ տեղեր, դնում ես ինքը քո փողը տանում, բերում, դες լավ տոկոս է հետ հավաքում։ Լսից դու չես կարծում, որ այդ cryptocurrency-ն ինչ որ մեծ ճանապարհ է տալիս հանցագործներին, օրինակ, չգիտեմ, նույն terrorism-ին կամ թմրանյութ տարածող մարդկանց, նույն Telegram-ը ու կրիպտոն։ Միանշանակ տալիս է։ Ամիսների ոնց որ հիմնական օրերի զրույց է։ Հա, միանշանակ տալիս է, բայց եկեք ռեալ լինենք, էլի։ Pablo Escobar-ի փողերը կրիպտոյով հում չէին փոխանցում։ Այդ կրուգավառոտը փողի, որ կար այն ժամանակ, հիմի դաժե ֆակտ կա, ասում եմ, յուրաքանչյուր երկրորդ տոլի երրորդ դոլարի վրա, որ վեկալ ես մանադիտակով նայես, վրեն կոկային կտեսնես, այսինքն կոկայինի հատիկներ կան։ Ինքը միշտ է եղել, այդ սենց ասեմ, մեթոդները մի քիչ փոխվել է, այն վաղ պրոստը վեկալում են մեծ քանակությամբ քեշը, մի տեղից կամ ոսկին, մի տեղից միտեղ սամալյոտներով, իրենց կաշառքներով տալիս անցնում էին։ Հիմի չկա այդ ամեն ինչը, հիմի պրոստը դες վերցնում է կրիպտոյից կրիպտոյա փոխանցում։ Հարցը դրա մեջ չի, որ չի եղել ու հիմա կա, հարցը դրա մեջ է, որ հիմա շատացել է, հեշտացել է այդ ամենը։ Հա, շատացել է, հեշտացել է, բայց այդքան է էդի տենց չի։ Կրիպտոյի մեջ կա մի հատ շատ կարևոր հանգամանք։ Եթե դու օրինակ նոր ես կրիպտոյի մեջ մտնում, ասեմ, դու միշտ ունես կրիպտոյի մեջ առաջնային source միշտ դրանից դու չես կարող փախնես։ Այդ այնա որ դու կաշիլյոկ որ բացեցիր, քո կաշիլյոկի վրի փողը որ եկավ, մի տեղից պետք է պարտադիր գա։ Այսինքն հին մարդկանց համար դա ասենք եկել է mining-ից, եկել է այն մարդկանց համար բանը, խոսքի այդ նույն captcha լուծելուց, բայց իրանցը track չի լումանել։ Քոնը որպես նորեկ, track-ը լումանել։ Ու ինչ որ տեղից քո կաշիլյոկ մտել է փող։
որ դու ցամտե այս կաշլոկի ցախ բաց դոստոպետա կերևմա այս կաշլոկը որ դու ստացած ստեից իսկն ցեպոչկա կա մի հատ որ դու կարաս այդ ցեպոչկով էտաս ինչ որ մի ցեպոչկի վրա գտնես որ այս փողը մցրել են այս կաշլոկի վրա բանից Binance-ից օրինակ կամ KuCoin-ից կամ մնացած ինչ որ տեղից իսկ ընդ դու անցել ես որպեսի կրիպտո առնես անցել ես KYC այսինքն պասպորտ ես տվել նկարը ես տվել ես տվել այն ես տվել ստացվում է ցեպոչկեն որ նայեն ավելի հեշտ կգտնեն քեզ նարկոտիկի արկու վաճառքի համար քան եթե այդ ասենք կեղծ ճանապարհներով փողի փոխանցում է մի երկրից մյուս երկիր Ամերիկայից Մեքսիկայից Ամերիկա ասենց էլի Հիմա դու ուզում ես ասես այդ Telegram վաճառող թմրանյութ վաճառող մարդկանց կարելի է հեշտ գտնել հեշտ չէ ինքը կարելի է գտնել հեշտ չէ իրանց կարելի է գտնել հետի պիտի նայես թե որտեղից է իրանց առաջնային source-ը հետի մեկը պիտի նստի թիմ պիտի նստի պաստանի սաղ նայ որ կաշիլոկի վրա ինչ են ստանում որտեղից է գնում որտեղ իսկ որտեղից պետք է սկսեն այդ ոնց որ փնտրել այսինքն ինչ որ օրինակ ինչ որ մի Telegram ալիք են գտնում կամ chat ունդեղ նայում են որ կաշիլոկին են փոխանցում գումարը ու սկսում են դրանից track անել Հատես նայում ես թե իները քանի հատ տրանզակցիա ին եղե ներս մտե մտնում ես սա գալացող տրանզակցիաների վրով անցնում ես բայց ինքը բանը դժվարությունը իր շատ մաթեմատիկայով չասեմ ոչ ոմ ամեն մի wallet-ը որ բացես մի հատ մեջից էլի տրանզակցիաների լիստա մեջը բացես բանա ոչ ոմ իրար մեջ գնացող լիքը տրանզակցիաներ են որ պետք է հերթով սաղի վրով անցնես կամ ունենաս հատուկ մի հատ tool որ անալիզ է անում բոլորի wallet-ները ու սա գտնում է բոլոր wallet-ների առաջին initial տրանզակցիան որտեղից է եղել այդտեղից մեկից հեպոշկեն բռներ մնացածը բռնվում է իսկ մեր պետական մարմինները ինչ որ փորձում են համագործակցել բան ինչ որ մասնագետների հետ այդ հարցով չեմ կարող ասեմ հետաքրքիր Այն օրենքները, որ մենք հիմա մեր պետությունը ուզում են ավելացնի, կիրառի եւ այլն, այդ ես համարում եմ մաքսիմալ դիլետանտ մոտեցում կրիպտովալյուտաների հանդեպ ու вообще այս տեխնոլոգիայի հանդեպ, որովհետեւ շատ հարցերում մենք իհարկե լինում ենք առաջինը լավ եւ վատ հիմնականում լավ չեմ խորանա, բայց Как minimum Bitcoin ու կրիպտովալյուտան կարայինք մենք լինեինք այն աշխարհը, այն երկիրը, որը որ աշխարհում առաջինը ընդունեց, որովհետև դա արեց մեր փոխարեն Էլ Սալվադորը։ Էլ Սալվադորի ՎՎՊ-ն հելավ հասավ եսին որտեղ ինվեստիցիաների քանակը գերազանցում է բոլոր նորմատիվները, որովհետև լիքը մարդ պրոստը տարավ իրանց կրիպտոները չերես Սալվադոր, որ Սալվադորում օրինական փող է համարվում Bitcoin-ը օրինական դու կարաս լրիվ հանգիստ այդասնդեից բանկից cash out անես կրիպտովալյուտա Bitcoin քաղաքացիության համար երկու Bitcoin տալիս ես դառնում ես քաղաքացի Էլ Սալվադորը լիքը մարդ մենակ այդ կրիպտոյի խաթր համար գնաց դառավ քաղաքացի լիքը մարդ տարավ լիքը այնտեղ կամփանիներ բացեցին IT ֆիրմաներ բացեցին լիքը օգուտ տվեց այդ Էլ Սալվադորին հիմա Էլ Սալվադորի անունը յուրաքանչյուրը գիտի միջև այդ Տես ով կրիպտոյի մեջ կա յուրաքանչյուրը գիտի իսկ մենք էլի սենց ասում էշիական չքնած բայց գիտես լիքը այդ աբմենիկներն եմ տենում exchange-երն եմ տենում Հայաստանում ու այստեղ գիտես ինչ տպավորություն է որ վիճակը նենցա որ ոչ արգելված է ոչ էլ ընդունված է իսկ ինչ օրենքներն են ուզում ընդունել հիմա օրենք ընդունվում որ լիցենզավորում պետք է անցնի մեկ է հայտարարագրվի ամբողջ կրիպտովալյուտաները որ դու ունես այսինքն դա ավելի շատ հարկ հավաքել համար հաստատվում է դու կրիպտոյից ունեցած քո եկամուտը պետք է ոնց որ ասում է կիսես պետության հետ բայց կրիպտոյի հետի ոնց որ եկամուտը պետությունը ուզում է ստանա դրա համար պետք է գոնե մի քանի բան արածներ որ այդ մարդը այդ եկամուտը ստանա այսինքն չի կարելի օդից βγալ ինչ որ մեկի եկամուտին կպնել որովհետև մենք չունենք մեխանիզմներ դու կարաս էդի անես եթե դու ունես մեխանիզմ հիմա եթե ես օրինակի համար ասեմ ես դրել եմ կրիպտոյի մեջ $100,000 իմ անձնական փողը հանում եմ մինուսը միջի հանում եմ 50,000-ը ընդհանուրից 50,000-ը այդ ես ոնց եմ օրինակի համար հարկային տեսությանը համոզելու որ իրոքից ես 100,000 դրել եմ մեջը 50,000-ը եմ ուզում հետ հանեմ որ գոնե էդի փրկվի ասենք կինեն գնում է պայմանական որ վոլատիլի շուկա է կարա մի օր 500% պլյուս լնես կարա մի օր լնես 90% մինուս լնես կարա լինի
չունեն մեխանիզմ, ոչ մի բան չունեն, բայց հարկը մտցնում են, ինչպես արել են շատ բաներ, ոչ մի բան չկա, բայց ոնց որ արվում է։ Նա այսինքն ստացվում է, եթե ես ուզում եմ գումարներ դնեմ, կոպիտ ասած, ես իմ բանկային հաշվից փոխանցում եմ Binance-ի հաշվին գումար, գնում եմ USDT, ինչից հետո գնում եմ ինչ-որ cryptocurrency, ու եթե ինչ-որ բան այն չգնաց կամ սխալ գնաց գումարը հանելուց նորից քարտի վրա, ինձնից պահելու են tax։ Դե ասում են, որ այդ օրենքը մտցում են, որ դա պահեն, հա, որպես եկամտային հարկ, այսինքն կամ շահութահարկ, չգիտեմ, կլինի 5%, 10%, թե 23 գնացելիք, բայց պահելու են։ Դες մի նախագիծ ունեն, հələ դեռ մտած չի, ոնց որ ուզում են հունվարից այդ նախագիծը մտնի։ Հետաքրքիր է, լսի, ինձ թվում է այդ հարցը հեշտ կլուծվի, չգիտեմ, Թբիլիսի գնալով, ինչ-որ քարտ բացելով։ Դե հա, բայց սիրուն չի չէ, որ մեր երկրի մեջը կարայինք այդ ամեն ինչը հիմա անում ենք, լավ ստացվում է, ամեն ինչը նորմալ է, փոխանակնից անենք, որ Թբիլիսից մարդիկ կան մեր մոտ այդ ամեն ինչը անեն, մենք վերջում ենք Թբիլիսի։ Ավտոյի համար գնում ենք Թբիլիսի, ծովի համար Թբիլիսի, նոր տարվա կնես, նոր տարվա համար սաղ ազգը գնում է Թբիլիսի, կրիպտովալյուտաներ մնաց է դրա համար էլ եթանք Թբիլիսի։ Հենա վերջական սաղով տեղափոխվենք Թբիլիսի, ապրանք Թբիլիսիում։ Կարելի է չէ մոտիվացիաներ ստեղծել, որ այդ մարդիկ կան մեր մոտ ոչ թե ոնց որ նպատակային այնց անեն, որ այս մարդիկ չուզենան ստեղ լինեն։ Կամ չգիտեմ, վերջում դառնալու է բանը Կիմ Չեն Ինի Նորթ Կորեա կամ դառնալու է, չգիտեմ, վերջում ինչ։ Ուրեմն դու ասում ես, որ կարելի է ինչ-որ գումարներ դնել կրիպտոյի մեջ ու վստահ լինել, որ հետ է գալու։ Վստահ երբեք պետք չի լինել։ Այդ ես ինձ եմ ապահովագրում, որտեղ մարդիկ կարող ասեն դու էիր ասում, չէ, երբեք ոչ բանի վրա վստահ չէ, պետք չի լինել, ոչ բանկի վրա պետք է վստահ լինես, ոչ պետության վրա պետք է վստահ լինես, ոչ կրիպտոյի վրա։ Ու սա երկրին չի վերաբերում, մեր երկրին չի վերաբերում, սա in general, հա, ոնց որ ամբողջ աշխարհի կապ չունի, որտեղ եք ապրում, կուզեք Ամերիկա ապրեք, կուզեք Հայաստան ապրեք, երբեք ոչ մի բանի վրա վստահ պետք չի լինես։ Միշտ պետք է ունենաս 3, գոնե մինիմում 3 запас план։ То есть основной план եւս երկուսը կողից։ Իսկն եթե դու ունես գումար, այդ գումարի մի մասը դիր բանկ, կեսը կրիպտո, մյուս կեսն էլ դիր, չգիտեմ, ինչ-որ ակտիվների մեջ, пассивների մեջ, ասենք, տուն առ, եթե հնարավորություններում է, եթե չունես այդքան բան, ոսկի առ, մի քանի, չգիտեմ, 100 գրամ առ, 10 գրամ առ, 5 գրամ առ, ինչքան հնարավորություններում է, բայց կիսի, որ ապահով լինես։ Այդ գլոբալ այդ միտքը։ Ու նես չլինի էլի ոսկին առնես տանես բանկում պայես նույն։ Ոնց որ այդ խնդիրներ կա։ Բայց գիտես ինչն է հետաքրքիր, դու ոնց ես մտել կրիպտո աշխարհ։ Էսի ամենադաժան իստորիան է, որ Ու քանի տարի առաջ։ Ու ինչ արժեր է ժամանակ բիտկոին։ ասեմ, ուրեմն Bitcoin շատ վաղուց, այսինքն почти ամենադեմերից Bitcoin ունեի, то есть ձրի ստացել էի, հետո արդեն սկսեց value ստանալ, դե կոպեկներ շատ փոքր, առա մի քիչ, ունեի մոտ մի 249 Bitcoin, բայց դե պետք չի պաուզա տալ ու գալ հետևիցս, որովհետև այդ Bitcoin-ները սաղ վերացել է, դա նայողներին է վերաբերում։ Ես ասի մի բան չգիտեմ քո մասին։ Չէ, դի շատ դաժան իստորիա, ոչ մի քրոջս տղեն Եգյանս եկավ քերի ջան մի հատ խաղահել է ուզում եմ առնեմ բանման, ես մի խաղ էր տեսել, ուզում էր առնել, մեջից քերին արտնացավ այդ բան, այն վաղտե դե on-line banking բան չկա տենց։ Քարտի վրի հենց քարտի վրի գումար ես չեմ սիրում քարտի վրա պահել, որովհետև տենց մի տեղից մի բան ալում քարտի վրից տանում են։ Երբ պետք է ալում ինձ գումար, ես բանից գցում եմ քարտի վրա, այն վաղտում այնց այդ behavior ունեի, բայց այդ մի բանկում էի ծաղանում։ Ոչ բանկի քարտի վրա փող չկար, ունեի ես 249 Bitcoin, այդ Origin site-ն էր, կարծեմ Origin-ը ընդունում էր Bitcoin։ Origin-ին top-up արեցի բալանսը, հələ հերիք չարեց, մի հատ քարտից դաբավ կարեցի, առա այդ բանը, խաղը, точно սայթը չեմ հիշում, բայց թե խաղը առա ու տենց ոնց որ լավ է ես զգում, որ քերին քերություն արեց, երեխուն խաղ առավ, բայց 140 Bitcoin։ Հա, այդքան շատ մեծ գումար չէր անում, 140 քանի դոլար էր անում պրիմերնը։
խաղը գինը այդքան էր ոչ մի նենց ստացավ դա կապեք այդ բիթքոյնները կորցրեցի դա կապեք այտենց հիմի այդ երեխեն որ գալիս է ասում ոնց $16 միլիոն պրեմիերը $16 միլիոն փող էր անում այդ այդքան բիթքոյն ասում ոնց գլուխը կերար չնայած վստահ եմ որ եթե պահեի այն չգիտեմ $500 վախտով կարող է ծախեի կարող $100 վախտով ծախեի ով գիտի էլի այդ բան ոչ մեկ չգիտեր որ այդ բիթքոյնը կհելնի կհասնի 69-70,000 74,000 բնականաբար ինչ որ մի կետի վրա կծախե դրա համար եմ այսքան հանգիստ վերաբերվում ու տենց ինձի տառապյալ մարդ չեմ սարքում այդ առումով որովհետև հաստատ գիտեմ լիքը մարդիկ եղել է որ բիթքոյն ունեն 2 հատ 3 հատ $3,000 վախտով ծախեցին հիմիշքան են գլխներին տալիս այդ կրու գավառոտ է որ պիտի պարտադիր միջով անցնես Այդ ոնց էր այն պատմությունը որ մեկը պիցայի հետ փոխանակեց մի քանի այո բիթքոյն ոնց որ դու էլ այդ պատմությունից ունես հա բայց իմը դե մի քանի հազար չի 249-ը ու քրոջս երեխու համար եմ արել ոնց որ այդքան է դժգոհ չեմ որտեղ ամենաթանկ խաղն է քո կյանքի հա շատ թանկ է ու վերջերս եկավ ասեց քեր այն խաղը կարծեմ Battlefield խաղն էր եկավ քեր այն Battlefield-ը ծախել եմ ասեմ ինչքան դավո ասում է $5,000 ասում եմ վախտի շլավ էր մի պիրիոդ կար որ սա խաղերը կռեկնուտի խաղեր էր տորենտներից քաշած այնա տորենտից քաշեի խաղար բայց ինքը օնլայն էր ուզում խաղար տենց օնլայն մտե խաղում էր նույն тем не менее բանը հետո դրանից հետո երկար ժամանակ ոնց որ ինձի հերո պայեցի կրիպտոներից 2019 թվականին հետ եկա ոնց որ շուկա հետ եկա կրիպտո աշխարհ հետաքրքիր է լսի իսկ դու ոնց ես կարծում պետք է օրինակ ինչ որ հեռավոր գյուղերից մեր մարդկանց սովորացնենք կրիպտոյի մասին պատմենք բացատրենք եւ այլն ոնց որ դու ասացիր որ ապագան կա բայց արդյոք ինքը այդքան տարածված է լինելու լյուբոյ մարդու պետք է սովորացնել կրիպտոների հետ աշխատել եւ կրիպտոներին ծանոթ լինել ու կապ չունի հեռավոր գյուղում թե քաղաքի կենտրոնում որովհետև նույն քաղաքի կենտրոնի մարդը նույն ինֆորմացիան ունի ինչ որ գյուղի մարդը հա անունը չի լսե դաժե դեպքեր ան ու ես կոնկրետ իմ սուբյեկտիվ կարծիքով ավելի քան վստահ եմ որ մեր ամբողջ ապագան մեր ամբողջ մարդկությունը շարժվում է դեպի ցիֆրավոյ վալյուտաներ կլինի դա բիթքոյնը թե ուրիշ անվան տակ ինչ որ բան որտեղ ամեն օր թազա կրիպտոներ է ստեղծվում Այդ արդեն չեմ կարող ասեմ։ Լսի, իսկ Հայաստանի համար հիմա ինչ որ Հայաստան ավելի ճիշտ ինչ որ profit-ներ կարող ստանա ինչ regulation-ից, օրինակ եթե Սալվադորի պատմությունը ոնց որ մենք էլ փորձենք կգնել։ Երկրորդ երկիրը կլինի, որ ընդունել է Bitcoin-ը կամ կրիպտովալյուտան in general Ելդի տարբերություն էլ Սալվադորի մեր երկրի բավականին հարուստ heritage ունեցող, հարուստ մշակույթ ունեցող ու հետաքրքիր երկիր է, որտեղ որ համ մեր ռասային բանն է լավ դասավորված ամեն առումով, այսինքն մենք դառնում ենք կրիպտո hub Եվրոպայի եւ Ազիայի միջև մեր մեջտեղի զոնան ենք մենք ընկնում։ Հատե կարելի է պրոստը այս երկիրը հանել լրիվ նոր լեվելի վրա։ Եթե դու լեգալիզացնում ես կրիպտովալյուտան, ասեմ ավելին, եթե դու չես հարկում էդի, աշխարհում այս Եվրոպա ու Եվրոպայում շատ ասում, Եվրոպա Ազիայի տարածքում ինչքան կրիպտո պրոյեկտ կա, գալու օֆիսը ստե է բացելու։ Դու այսինքն ստացվում է դու նիպասեցնու կրիպտոյի վրա դու հարկ չես դնում, բայց դնում ես հարկը աշխատողի աշխատավարձի վրա, սրա վրա, նրա վրա եւ այլն, դու դառնում ես hub, կենտրոն, դա ես չեմ հասկանում, միջև մի ոնց ա եղել, որ ոչ մեկ չի դագադված եղել այդ պրոցեդուրան։ Ինչ որ խնդիր կա միջազգային առումով, որովհետեւ եթե դու ասում ես մի երկիր ընդհանրեն ընդունել, դա որպես ինչ որ legal currency, միգուցե ինչ որ խնդիր կա, ինչ որ պայմանավորվածություն կա երկրների միջև, որ չեն ընդունում։ Մենակ մի հատիկ ֆակտոր կարող լինի, դա Ամերիկան է, Ամերիկան ասում է ես չեմ ընդունում։ Ես քեզ ասեմ sense, որ Ամերիկան հենց ընդունես պոպկորնի պես, հետևից սաղ աշխարհը ընդունելու է, որովհետև այս աշխարհը հետևում է Ամերիկայի օրինակին, ոչ թե Հայաստանի օրինակին։ Ամերիկան ընդունեց, հետևից պոպկորնի պես կընդունի։ Հիմա օրինակ Դոնալդ Թրամփը որ անցնի Պակրայինի մերը խոստացել է, որ լեգալիզացնելու է, ընդունելու է բիթքոյնը որպես օֆիցիալ կրիպտովալյուտա, մի բնականաբար գիտենք, ընտրաշարժի ժամանակ մարդիկ լրիվ ուժ բան են խոսում, պա ֆակտու լրիվ ուժ բան են անում, բայց թե եթե անի այդպես բան, ու ես քեզ ասեմ,
շատ արագ պոպկորնի պես ամբողջ աշխարհը կրիպտովալյուտան կընդունի։ Ամբողջ աշխարհը։ Մենք Հայաստանում ոնց որ community ունենք Web3 կոչվող, իսկ այդ community ուժերով կամ ինչ որ այդ ընդհանրապես մասնագետների միջոցով, որոնք դրանով են զբաղվում, չի կարելի ինչ որ լոբինգ անել կամ փորձում եք ինչ որ լոբինգ։ Ես ճիշտն ասած վերոնշյալ community անդամ չեմ հանդիսանում, գիտեմ այդ community-ն որ գոյություն ունի, բայց անդամ չեմ հանդիսանում ու չգիտեմ թե այդ то есть այդ community-ն ինչ անում դե այս ուղղությունը զարգացնելու առումով так что կոմենտարի այդ առումով չեմ կարող անեմ։ Ես իմ կողմից փորձում եմ ինչ-որ բաներ անել, միտինգներ եմ ունենում տարբեր մարդկանց հետ, խոսում եմ, ներկայացնում եմ, բացատրում եմ ինչ-ինչոց է։ Այս պայծրությամբ որ ասեմ մեծ էֆեկտ կա, չէ, բայց էֆեկտ որոշակի կա։ Ամենայնպես մենակով փորձում եմ ինչ-որ change անել, ու մենակ չէ, իմ ընկերների հետ ինչ-որ փոփոխություն ուզում եմ անեմ, որ կարողանանք հասնենք դրան։ Մերսի շատ Ռավ ջան, որ եկար նորից։ Մեծ սիրով, ես եմ շատ հաճելի էր քո հետ խոսալ, լիքը նոր բան իմացա։ Մեծ սիրով։